հանգիր, հիշեք ինչ-որ։ Չեմ հիշում, քանի որ կրկներքը շատ արագ է, չեմ կարող անգիր սովորել, բայց կփորձեմ երևի անգիր սովորել։ Կցանկանաք իր հետ ետքել։ Մեծ հայջիկով։ Օրինակ նախորդ համերգի ժամանակ նախարարներից մեկը ֆլեշմոբ էր կազմակերպել, պարում էր, Ալեն Սիմոնյանը վարում էր, այս անգամ ինչ կլինի, ինչ եք սպասում։ Ես կարծում եմ, որ բոլորն է կմասնակցեն, քանի որ իրանց գագաթաժողովն էր այսօր այստեղ։ Ես կարծում եմ, որ բոլորն է կլինեն եւ կմասնակցեն մեր հետ, ուրախանան մեր հետ, անկած անգամ կար։ Դες դուք եք ասեք հատուկ եք պատրաստվել այս օրվան։ Ուկրաինայի քաղաքացի է, եթե կարող եք լսել հարցը։ Ձեզ մի հարց էին ուզում տալ, Նիկոլ Փաշինյանը պահքի մեջ է, ինչ եք կարծում, արդյոք նա կարող է ներել այն 18-ամյա տղային, որը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժնում։ Նա արդեն ներել է այդ տղային, քանի որ վարչապետն նա ներել է, քանի որ նա ինքը հենց միջադեպի ժամանակ ես օգնիթերով հետևում էի եւ տեսա, որ նա ինքը արդեն խնդրեց իր Կազավարյան նիստին է խոսել, ասել է ես չեմ ներող կամ չներողը։ Ինքը արդեն ներել է, բայց ինքը թողել է նաև հետևություն անեն իրենց արարքից, այդ 18-ամյա երեխան պետք է հետևություն անի իր արարքին։ Նա պետության վրա ձեռք չի կարող բարձրացնել։ Նա ձեռք չի բարձրացրել։ Նա փորձել է բարձրացնել։ Ոչ, նրան հրել էին, նրան տարբեր կողմից կարող էին հրել, քանի որ նա ամբողջի մեջ էր։ Բայց նա աղոթում էր։ Բոլորս էին աղոթում, բոլորս էլ հետ պետքա քաշվեին, քանի որ վարչապետն էր անցնում։ Բայց ծեսի կեսից էր, ներսից։ Ոչ, նա ես հետևում էի ուղղակի եւ երկար ժամանակ վարչապետը եկեղեցուց դուրս կանգնած բոլոր անձնակազմով, քպական մասնակիցներով նրանք բոլորը հետևում էին պատարագին եւ հետո երբ որ արդեն բոլորը մասնակիցները փորձում էին դուրս գալ, վարչապետը այդ ժամանակ փորձեց ներս մտնել, քանի որ ազատ տեղեր կային։ Ես ուղիղ եթերով հետևում էի։ Կարծում եք ճիշտ է, որ 18-ամյա տղան այս պահին կալանավոր է եւ կալանավայրում է, հիմա տեսեք, ճիշտ չէ, տեսեք, ճիշտ չէ, որ 18-ամյա երեխան, բայց քանի որ 18-ամյա երեխան ինքը փորձել է ձեռք բարձրացնել պետության վրա, վարչապետի վրա, նա պետք է կապ չունի 18-ամյա դա արդեն երեխա չէ, կներեք, 18-ամյա դա արդեն երեխա չէ, 18 տարեկան կապ չունի, 18-ամյա տղան, քանի որ 44 օրյա պատերազմի մասնակից է, հանգամանքները ճիշտ ասած չի պարզվել, դրա դե եթե հանգամանքները պարզվի, քանի որ արդեն նա կալանավայրում է, ուրեմն այսինքն չէ, վերակենդանացման բաժնում է այս պահին։ Դե այդքան էլ այդպես չի վերակենդանացման։ Չէ, հենց հիմա վերակենդանացման բաժնում։ Դե ես մաղթում եմ իրեն առողջություն, քանի որ այսօր պահքի դուրս են եկել, Աստված թողների իրան, իր մայրիկին, երբեմն իրեն էլ, այո, եւ նա երբեք նման արարք ոչ մի մարդու կողմից չգործի, քանի որ ճիշտ են վարվել։ Ճիշտ չեն վարվել իր հետ, ես դա այդպես չեմ որակում, բայց նա իրավունք ուներ այդպես վարվելու։